այսօրվանից մոտ մի տարի ու կես 2 տարի առաջ եկան բեռնատար վերելակի մոտորը հանեցին տարան պարզաբանում էին թե իբր թե տանում են վերանորոգման այդ այն մոտորն է վերելակն է որը ամեն օր չի օգտագործվել պարզապես ծանր բեռերի մեկը տունը վերանորոգում է ցեմենտ ավազահանում մեկը ես չգիտեմ մեծ գույքա բերում ասենք իջացնում մեկը վաճառել է իր գույքն է տեղափոխ մի խոսքով տարել են իբր թե վերանորոգման պարզվում է հետո որ դա գողացել են հա իբր քերական գործ են հարուցել արաբկիրի բաժնում ու մինչև հիմա հետաքննում են դիմում ես բանին ինչա կոչվում համատիրությանը ես դիմել եմ թաղապետարանին թաղապետարանը նամակը ուղարկել է սրանք է գրել են որ իբր շենքը պարտքեր ունի մենք վերելակը չենք կարող վերականգնենք այն գեր ինչ կապ ունի ես որպես քաղաքացի իմ պարտքը կատարել եմ ես իմ ամսական վճարումը կատարում եմ հիմա իմ մոտ ուրիշ հարցազրույցում հարգելի ոստիկաններ դիմում եմ ձեզ վերելակը չեք կարող գտնեք Էդի շարքային մարդը ես չէի գարա գողանայի, դուք չէի կարա, մյուսը չէր կարա։ Ուրեմն ինչ-որ բանդա է գործը։ Բանդա որն է, ուրեմն ինչ-որ մի օլիգարխ փողը տվել է շենք շինող, որպեսզի նորը չառնի, ավելի էժան մաչելի, մեջ են արել փողը, կիսել են, բերել են, երևի թե ինչ-որ սրան են անել, փողեր են բաժնել, գործը սառնեցին գնացին։ Այդ ժամանակ վերելակը գործում էր, այնքը դրված էր վերելակի վրա։ Վերելակը գործող, աշխատող, նորմալ վերելակ։ Այդ բեռնատարի մասին է խոսքը, բեռնատար վերելակն է, հիմա չի աշխատում վերելակը։ Այս արդեն 1.5 տարի։ Այս արդեն տարի ու կես 2 տարի է չի աշխատում։ Չկա։ Ու չեն գտել ու չեն գտել մեկ այդ մոտորը չեն գտել մեղավորին, ոչ էլ վերականգնել։ Դիմել ենք, ասել ենք, բերեք վերականգնենք, փող հավաքենք։ Նորից փող հավաքենք, տանք առնենք, բերեք վերականգնենք։ Ոչ մեկի պետք չի։ Ոչ մեկի պետք չի։